Ասում 2026 թվականին կարմիր ռեղենցիու տարին կարի չամաստեղության տակ ծնված մարդկանց մոտ։ Տեսնենք ինչ է սպասվում մեր սիրելի կարիճների անձնական ոլորտում 2026 թվականին։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում սեր, միություն, հաջողություն, հաղթանակներ, նոր ձեռքբերումներ, ամուսնություն, պսակադրություն, համատեղ կյանքով ապրելու հնարավորություն, գիտեք ինչ, եթե նույնիսկ խնդիրներ, պրոբլեմներ, տարաձայնություններ, իրար չհասկանալ, սիրելի կարիճներ, 2026 թվականը այնպիսի ժամանակ է լինելու, որ դուք իրար հասկանալու եք, ոչ թե նույնիսկ ինչ որ երկար բացատրություններ է պետք, այլ մի կես խոսքից, մի բերան իրար հետ խոսալով դուք իրար հասկանալու եք։ Նույնիսկ այնպիսի իրավիճակ է լինելու, որ այդ խոսալու, այդ զրուցելու, այդ բացատրելու կարիքներ չի լինելու, սիրելի կարիճներ, որովհետև տան մեջ լինելու է երջանկության էներգիա, տան մեջ լինելու է իրար հասկանալու, իրար սիրելու, էմոցիաները ավելի են բարձրանալու եւ աճելու էներգետիկա։ Այ կարիճներն, ովքեր որ ամուսնացած չեն, ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի մարդ, որը կլինի ձեր հետ ձեզ առաջարկություն կանի, որ դուք ամուսնանաք, որ դուք լինեք իր կեսը։ Դա եւ կանանց է վերում եւ տղամարդկանց է վերաբերվում։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, կայացած մարդ, դա եւ տղամարդ, կարող է եւ կայացած տղամարդ լինի, կարող է եւ կայացած կին լինի, լինելու է ամուսնություն, լինելու է սեր։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում 2026 թվականին։ Ֆինանսական ոլորտում նույնպես լինելու է հաջողություն, նոր մարդիկ, նոր ձեռքբերումներ, նոր միջավայր, նոր աշխատանք, նոր կազմակերպություն, նոր համագործակցություն, հնարավոր է, գիտեք ինչ, սիրելի կարիճներ, հնարավոր է, որ ամուսնություն լինի այն մարդկանց մեջ, ովքեր որ գործընկերներ են, ովքեր որ ֆինանսական ընկերներ են։ Հնարավոր է, գիտեք ինչ, սիրելի կարիճներ, դուք ձեր սեփական գործունեությամբ զբաղվեք, հնարավոր է ձեր ընտանիքով զբաղվեք ձեր սեփական գործունեությամբ, ձեր սեփական բիզնեսով, ինքնիստիկյան սեփական գործունեությունը ինքը ավելի դրական է, ավելի լավ է եւ 2026 թվականը ձեզ համար այդ